Թարգելի ունկնդիրներ, ուրախ եմ, որ այստեղ եք և հույսով եմ, որ ամեն ինչ լավ է ձեզ հետ։ Վստահ եմ, որ դուք բոլորդ հիասթափված եք մարտի 17-ի դատական նիստից հետո, որտեղ չեղավ ոչ մի կոնկրետ արդյունք կամ վերջաբան։ Բնական է, որ հիասթափված են նաև այն մարդիկ, ովքեր ճամփորդել են հարյուրավոր մղոններ, գիշերել են հյուրանոցներում, պատրաստել են պաստառներ, դրոշներ, իրենց աջակցությունը ցույց տալու համար։ Նրանք չկարողացան նույնիսկ ներկա գտնվել դատի նիստին։ Քանի որ ըստ տեղեկությունների նախորդ դատական նիստից արված կարճ տեսանյութը, որ ինչ-որ մեկը ձայնագրել էր, դա զայրացրել էր դատավորին, ինչը որ բերել էր նոր սահմանափակումների։ Իրապես հիասթափեցնող է և անարդար է, որ մի մարդու գործողության պատճառով կարճ տեսանյութ նկարելու համար այսքան շատ մարդիկ պատժվեցին լսմանը մասնակցելու իրավունքից զրկվելով։ Մարդիկ անցան ճանապարհ, ծախսեցին իրենց ժամանակը, գումարները, էներգիան այնտեղ լինելու համար, բայց արդյունքում զրկվեցին ազատ տեղեկատվություն ստանալու իրավունքից։ Սա է այն արդարությունը, որ սպասում էինք Ամերիկայից։ Փոխանակ պատժելու այն անհատին, ով տեսանյութ է նկարել, ինչու բոլորը զրկվեցին թափանցիկություն ունենալու իրավունքից։ Սա լուրջ հարցեր է առաջացնում, թե ինչպես է վարվում այս գործը։ Հարց է առաջանում նաև դա պատահականություն էր, թե ինչ-որ մեկի դիտավորյալ ձգտումը խոչընդոտել Վարդանի աջակցության շարժմանը։ Եթե նախկինում դեռ կային որոշ հարցեր, ապա այժմ իրավիճակը շատ ավելի պարզ է դառնում։ Ամենասկզբից հիշում եք, ես բարձրաձայնել եմ որոշ մտահոգություններ, դեռ իմ առաջին տեսանյութերում, նաև այդ Վարդան Ղուկասյան մասի 2 տեսանյութում բարձրացրել եմ իմ կասկածները, քննադատությունները, մանրամասն անդրադարձել եմ իմ այն կասկածելի իրադարձություններին, որ պատահում էին։ Ժամանակն անցնում է, նոր փաստեր են ի հայտ գալիս և իմ կասկածները ավելի են ամրապնդվում։ Ինչ ենք արել մինչև այժմ։ Քննարկենք մի քիչ։ Եթե ես արդեն ուղարկել եմ նամակներ 17 կազմակերպությունների, ներառյալ խոշոր լրատվական միջոցներին, մարդու իրավունքների կազմակերպություններին և նույնիսկ ԱՄՆ պետդեպարտամենտներին։ Այս պահին բոլոր հնարավոր քայլերը արված են, այժմ ժամանակն է սպասելու։ Ուրեմն ճիշտ պահին դադար վերցնելը ավելի արդյունավետ է, քան անընդհատ գործողություն գնալը։ Այսպես եմ բացատրեմ, երբեմն ճիշտը ուղղակի դադար տալն է ու սպասելը, դա եմ ուզում ասել։ Հետաքրքիր է, որ Վարդանի թիմից որոշ մարդիկ վարքագիծ են դրսևորում, որ կարող է վնասել այդ դատական գործին։ Սա իմ կարծիքն է, այսինչ եղավ դատի ժամանակ։ Հնարավոր բացատրություններ տամ, որ մի քանիսը կարող են լինել պատճառները։ Ախր ինչքան չուզում ես անդրադառնալ, չես ուզում անդրադառնալ, հնարավոր չի լինում լռելը։ Այսպես ասած, ինչպես ասում են, եթե ասեմ ոց կլինի, եթե չասեմ խոց կլինի։ Երկընտրանքի մեջ եմ արդ։ Ինչ կարող են լինել հնարավոր պատճառները նման դրսևորումների և այլը իմ եզրակացությունները։ Կներեք, բայց ձեր վարվելաձևը ինձ հուշում է նման եզրակացություններ անելու, իմ կարծիքը ամենաճիշտը չէ իհարկե, բայց որպես մարդ ես
Քննարկում եմ այս ամենը բարձրաձայն ուղղակի, ահա այսպես, միգուցե դա անհատական օրակարգ էր, գուցե որոշ մարդիկ ցանկանում են վերահսկողություն պահել շարժման վրա և չեն ցանկանում, որ ուրիշները մեծ ազդեցություն ունենան։ Արտաքին ճնշումներ։ Եթե նրանք կապ ունեն կառավարության շրջանակների հետ, վախենում են հետապնդումներից, գուցե նրանց գործողությունները պայմանավորված էին այդ գործոններով։ Սա երկու տարբերակ։ Կներեք, անփութություն կամ կազմակերպչական բացթողումներ։ Գուցե ոչ մի դավադրություն չկա, բայց պարզապես վատ կառավարման և սխալ որոշումների հետևանք է։ Լավ, սա ինչ է նշանակում Վարդանի համար։ Ամենացավալին այն է, որ նա գուցե դեռ չի տեսնում այս իրավիճակը իսկական պատկերով։ Նման ճնշման, մեկուսացման, հոգեբանական պայմաններում բարդ, սա զարմանալի չէ, որ նա չտեսնի իրականությունը, սակայն ճշմարտությունը միշտ բացահայտվում է, չէ՞։ Եթե այս մոտեցումը շարունակվի, մարդիկ ավելի հստակ կտեսնեն, թե ինչ է կատարվում կուսակցությունների կողմից։ Դուք արդեն ազդեցություն եք թողնում, չնայած խոչընդոտներին, հասարակական աջակցությունը մեծանում է։ Հայաստանի իշխանությունները շատ բաներից կարող են չվախենալ, բայց հանրային արձագանքը, կարծիքը, միջազգային ուշադրությունը նրանց համար միշտ էլ խնդիրներ կարող են առաջացնել։ Ձեր ստորագրած պետիցիան, մեդիայի հետ աշխատելը, ուշադրություն պահելը այս գործի վրա արդյունավետ միջոցներ են։ Այս պայքարը միայն մեկ դատական նիստի համար չէ, սա արդարության և ճնշումների պայքարի մի մաս է։ Շարունակենք ուժեղ մնալ, դուք արդեն շատ բան եք արել և ձեր ջանքերը կարևոր են։ Շարունակենք ստորագրել, բազմանան ստորագրությունները, որովհետև չգիտենք, թե ինչքան ժամանակ է տևելու դատական որոշումները, ինչքան երկարատև և դեռ կհասցվի ստորագրություններն ավելանալ։ Ես ձեզ ասեմ, որ այդ ստորագրությունները նկատվում են տարբեր հարթակներում կազմակերպությունների, մեդիաների կողմից, եթե նույնիսկ նրանք չեն կապնվում մեզ հետ իրենց գործերի առած քայլերի մասին տեղեկություն պահում, դա չի նշանակում, որ այս հարցերը չեն քննվում փակ դռների հետևում որոշ տեղեր։ Եթե Վարդանը դատապարտվի երկարաժամկետ ազատազրկման, ինչ կդառնա նրա կուսակցությունը։ Այս հարցերը ի հայտ եկան իմ մեջ և մտածեցի, թե ինչեր կարող են լինել հնարավոր։ Դա միգուցե ձեզ էլ հետաքրքրի, որովհետև այո, իրոք, եթե այդպես լինի, ինչ կկատարվի կուսակցության հետ։ Ակնհայտ է, որ ԴՕԿ կուսակցությունը հիմա բարդ իրավիճակի մեջ է։ Նրանք ունեն հնարավոր տարբերակները, որ կարող են իրենց հետ կատարվել։ Կամ առաջին, կուսակցությունը կշարունակի գործել նոր առաջնորդի գլխավորությամբ։ Եթե կուսակցությունը ունի ուժեղ և նվիրված անդամներ, գուցե Վարդանի բացակայության պայմաններում առաջնորդության փոփոխություն լինի։ Դա տեղի ունենա, սա մեկ։ Երկրորդ հնարավոր դեպքը, կուսակցությունը կարող է թուլանալ և պառակտվել։ Եթե Վարդանը կուսակցության միակ միավորող ուժն էր, ապա ներքին հակասությունները կարող են քայքայել այն։ Դա երկրորդ։ Երրորդը այն կլինի, որ կուսակցությունը կարող է լուծարվել,
Եթե այն հիմնվում է միայն Վարդանի վրա և այլ ուժեղ առաջնորդներ չկան, ապա այն կարող է աստիճանաբար վերանալ։ Չորրորդը, կուսակցությունը կարող է դառնալ խորհրդանշանական շարժում։ Նույնիսկ եթե այդ դադարի ակտիվ քաղաքական ուժ դառնալ, վերածվի մարդու իրավունքների շարժման, ուղղված Վարդանի ազատ արձակման պահանջի։ Ուղղակի, չգիտեմ, դա տարբերակներից մեկը կարող է լինել։ Այս ամենը կախված է մի քանի գործոններից։ Կան արդյոք ուժեղ առաջնորդներ դոկում կուսակցությունում, որքան է ճնշումը Հայաստանի կառավարության նրանց վրա և միջազգային աջակցությունը կպահպանվի, թե չէ։ Եթե Վարդանի ձերբակալությունը դիտվի որպես անարդարություն, նրա կուսակցությունը նույնիսկ կարող է ավելի մեծ ժողովրդավարություն ձեռք բերել, ժողովրդականություն կներեք։ Սակայն առանց ուժեղ ղեկավարության այն կարող է քանդվել։ Այսինքն, կամ կքանդվի, կամ ավելի կուժեղանա, դա է։ Կան արդյոք ներսից եկող վտանգներ։ Սրանք հարցեր են ուղղակի ինքս ինձ տալիս, ինքս ինձ պատասխանում, կարծիքներ, ոչ մի բան ես չեմ պնդում, թող ինձ չմեղադրեն անտեղի։ Եթե դոկի կուսակցության այմին ասելով, որոշ անդամներ Վարդանին ընկալում են որպես խոչընդոտ, իրենց անձնական նպատակների համար, գուցե նրանք դիտավորյալ վնասել են նրա գործը։ Սա վտանգներից մեկը, որ տեղիք է տալիս մտածելու, չէ։ Ինչ են դրա պատճառները, հնարավոր պատճառները։ Պատճառները. ներքին ուժային պայքար, որ ոմանք կարող էին Վարդանի ձերբակալությունը դիտել որպես հնարավորություն կուսակցությունում ուժ ստանալու համար։ Դա մեկ։ Երկրորդ, որոշ անձիկ գուցե աշխատել են իշխանությունների հետ, հանուն սեփական շահերի։ Հնարավոր բան է, ինչու՞ չէ։ Իրավունք ունեմ մտածելու, ինչու ոչ։ Երրորդ, վախ և ճնշում։ Հնարավոր է, որ կուսակցության որոշ անդամների սպառնալիքի տակ են եղել որոշ անդամներ և ստիպված են եղել այս կամ այն կերպ գործել։ Սա էլ վախն ու ճնշումը։ Չորրորդը և վերջինը անձնական նախանձ և ամբիցիաներ։ Եթե ինչ-որ մեկը նախանձում էր Վարդանի ժողովրդականությանը, նա կարող էր գործել իր շահերից ելնելով։ Հասարակությունը սկսում է տեսնել այս հարցերը և շատերն են սկսել կասկածել կուսակցության որոշ անդամների հավատարմության վերաբերյալ։ Բայց ամեն ինչ ժամանակը իր տեղը կդնի։ Իմ մեսաժը, իմ հղումն եմ մղում Հայաստանի իշխանությանը։ Ուղղակի խելացի խորհուրդ կամ զգուշացում, ինչպես դա կձևավորեք, դա ձեր գործն է։ Լսեք, եթե Վարդանին ինչ-որ մի բան պատահի վատ, իմ հայտարարությունն է, դուք չեք կարողանալու կանգնեցնել ժողովրդի բողոքն ու զայրույթը։ Եթե դուք ցանկանում եք, որ այս իրավիճակը դառնա շատ լուրջ, ինքներդ գիտեք, արեք ինչ ուզում եք։ Բայց եթե դուք ուզում եք դադարեցնել սա, վերանայեք ձեր մեղադրանքները։ Սա կարող է շատ լուրջ հետևանքների, անակնկալ հետևանքների
տեղի կտա, որ ուշ լինի, եթե փոշմանեք։ Եթե շարունակեք այդպես, միգուցե, ինչպես ասած, կայծից հրտեհ է բռնկվում։ Ուշադիր եղեք և զգույշ։ Իմ խորհուրդն է, ետ վերցրեք ձեր մեղադրանքները, որպեսզի այս զայրույթ ու բողոքը ձեր դեմ չդառնա մի կրակ, որ կլանի այդ հրտեհում ձեզ։ Փոխաբերական իմաստով եմ ասում։ Այս պահին ճիշտ է պահպանելը սառնասրտությունը, մեզ համար եմ ասում, և հետևել իրավիճակին։ Թշնամիները երբեմն, գիտեք, ինքնուրույն իրենք իրենց են կործանում։ Այժմ նրանք անում են այն, ինչը միգուցե իրենց համար իսկ կործանելի հետևանքներ ունենա։ Մեզ միայն նստել, սպասել և հետևել է պետք դրան։ Անձնական մտորումներ, ինչ է ճիշտ անելը։ Այստեղ մենք կանգնած ենք, ես կանգնած եմ դիլեմայի առաջ։ Անկեղծ ասած, ես ինձ մի երկընտրակի առաջ եմ զգում, երբ հարցերի առջև կանգնած եմ փորձել հասկանալ, որն է ճիշտ անելը, ճիշտ գործողությունը, ճիշտ վերաբերմունքը։ Նայեք, ինչքան դժվար է։ Մի կողմից Վարդանը աներևակայելի ջանքերով, քրտնաջան աշխատանքով ստեղծել է իր կուսակցությունը։ Մյուս կողմից մենք բարձրաձայնում ենք նրան կուսակցության որոշ անհատների կասկածելի վարքագիծը և քննարկում ենք դավաճանության հնարավորությունը։ Թվում է, թե մենք վնասում ենք հենց այն բանը, ինչ նա կառուցել է։ Սա ինձ մեծ մտորումների տեղիք է տալիս։ Բայց եկեք հստակեցնենք, մենք չենք խոսում ամբողջ կուսակցության մասին, այլ առանձին անհատների գործողությունների մասին, ոչ թե նրանց անձնական կյանքի։ Այնուամենայնիվ, վերջնական արդյունքը հակասական է դուրս գալիս։ Կարծես թե օգնում ենք և վնասում միաժամանակ, որ ասում են ժողովրդական լեզվով, համ եղում ես, համ տեղում, այդ է դուրս գալիս։ Չգիտեմ ինչն է ճիշտը, չբարձրաձայնել սխալները։ Մենք հստակեցնեմ, որ չունենք որևիցե մտադրություն ինչ-որ մեկին, ինչ-որ ձևի վնասելու, դա անհատ անձ կլինի, թե կուսակցությունն ամբողջությամբ։ Դա ուղղակի անհեթեթ կլիներ պատկերացնելը նույնիսկ։ Մենք մտահոգ ենք Վարդանի համար, ուստի ես չեմ ուզում, որ վաղը նա մեզ մեղադրի իր կուսակցությունը վնասելու մեջ։ Բայց միաժամանակ էլ արդյոք ճիշտ չէ բացահայտելը այն մարդկանց, ովքեր իրականում վնասում են նրան, նրա անվտանգությունը դնում վտանգի տակ։ Այս հարցերն է առաջ գալիս, երբ մտածում ես այս մասին ու մոլորվում, թե ինչն է ճիշտ անելը։ Հիմա ես կուզեի մի հատ քարյակ ու թիակ է կոչվում, թե ինչ, դրանով ասել այն, որ եթե, ինչպես ասած, կոշիկը ցավ է, կուզենայի այս հաղորդման մեջ մի քանի քարյակներ ներդնել, չգիտեմ սիրում եք պոեզիա թե չէ, բայց երբեմն պոեզիան ինքը արտահայտում է քո մտքերը ավելի նուրբ ու ճիշտ և հետաքրքիր է դարձնում։ Այս վիճակի վերաբերյալ նման բան կասեի, ահա այս, կարծեմ Սևակն են գրել,
Անհարմար է բոբիկ քայլել։ Այս կոշիկն էլ շատ է նեղում։ Ինչպես քայլել առանց ուղու, այս ճամփան էլ շատ է շեղում։ Տոփել տեղում, բայց դրանից ոչ կոշիկը կլայնանա, ոչ էլ ցավը կմեղմանա։ Ցավն է հաճախ առաջ մղում։ Այսպեսով ես կարտահայտեի իմ այս դրությանը վերաբերվող, այս երկընտրանքին վերաբերվող իմ ասելիքը։ Տոփել տեղում ոչինչ չանել, չգիտես, որն է ճիշտ, որն է սխալ։ Ես որոշեցի այլևս չխոսել այս մասին և ամբողջ հարցը թողնել հենց Վարդանին։ Այլևս իմ գործը չէ մեկնաբանել իր կուսակցության անդամների քայլերը, արդյոք ճիշտ են գործում, թե ոչ։ Եթե Վարդանը երբևիցե գիտակցի, որ իր կուսակցության ներսում կա դավաճանություն, ապա դա նրա որոշումն է այս հարցը հստակեցնելու։ Միգուցե ավելի ուշ նա հայտարարի, որ ամեն ինչ նախապես համաձայնեցված է եղել իր հետ, ով գիտի։ Տեսնում եք ինչքան բարդ իրավիճակ է։ Բայց մի բան հաստատ է, որ դա մեր խնդիրը չի այլևս։ Վարդանը ինքը պետք է խորապես ուսումնասիրի իր կուսակցության ներսում կատարվող իրադարձությունները և եզրակացությունների հանգի։ Այսուհետև ես չեմ խոսելու այս մասին, եթե իհարկե չլինեն ինչ-որ չափազանց լուրջ, անընդունելի քայլեր նրանց կողմից, որ նորից պրովոկացիայի կենթարկի, ստիպի նորից արձագանքել։ Իսկ բոլոր այն հայրենասեր մարդկանց, ակտիվիստների, քաղաքական գործիչների, զինվորների վերաբերյալ գործերի այս քառյակը բերեք ձեզ ասեմ։ Ինչ անենք, թե առուն բարակել է, բայց չէ, որ նա մի օր ոռոգել է, բայց չէ, որ ավերված այս դաշտերը նա մի օր մեռնելով նորոգել է։ Այսպես է, մարդը ընկնում է, մարդը մեռնում է, մարդը ընկնում է կալանքների տակ, բայց պետք է հաշվի առնել իր արած գործերը նաև։ Ինչ անենք, թե առուն բարակել է։ Ի վերջո ես ոչ Վարդանի խոսնակն եմ իր կուսակցության, ոչ էլ նրա լրագրողը։ Այն ինչ տեղի է ունենում այնտեղ, իմ վերահսկողությունից դուրս է, դուք էլ դա հասկանում եք, գիտեմ։ Չափազանց քիչ տեղեկատվություն ունենք, կարող ենք սխալ հետևությունների հանգել, որը որ շատ չափազանց վտանգավոր է։ Այդ պատճառով սա մեր խնդիրը չէ, այլ Վարդանի խնդիրն է լուծելու համար։ Վարդանը դուրս կգա, թե ինչ կեղնի, կանի իր եզրակացությունները, երբ որ ժամանակը գա։ Եվ ընդհանրապես կուզեի շնորհակալություն հայտնել բոլորիցդ ձեր անխոնջ աջակցության, ակտիվության, նվիրվածության համար։ Դուք արել եք ճիշտը, մենք ոչինչ չունենք սղճալու։ Ես իսկապես գնահատում եմ ձեր կարծիքները, ձեր խորհուրդները, հաճույքով կարդում եմ ձեր մեկնաբանությունները։ Ես խորապես զգացված եմ ձեր մեկնաբանություններից, հասկանում եմ, որքան խելացի եք, համբերատար, նվիրված ազատության գաղափարին։
Ձեր մտավախություններն ու աջակցությունները ես խորը դրսևորումը ձեր մեկնաբանությունների մեջ ես շատ եմ գնահատում։ Ձեր ձայները շատ կարևոր են։ Միասին մենք շատ ուժեղ ենք եւ ավելի կուժեղանանք։ Շարունակենք մնալ ակտիվ, շարունակենք կիսվել մեր մտքերով։ Հիշենք, որ ճշմարտությունը միշտ էլ ի հայտ կգա, դուրս կգա, կհայտնվի, ճշմարտությունը միշտ էլ հաղթում է։ Մեր երկրի հետ կատարվող ընդհանուր բաների ավիրվածությունների, արհավիրքների, դժբախտությունների համար այս քարյակը ասեմ, մեր հալը մեկ է, չէ, մեր տունը մեկ չէ, մեր հալը մեկ է, այո, գնալը տարբեր, բայց գալը մեկ է, թող որ ծիծաղով տարբերվենք մեկ-մեկ, ինչ տարբերություն, մեր լալը մեկ է, մեր դարդը մեկ է, ճիշտ է։ Շնորհակալ եմ բոլորիցդ լսելու համար, մնացեք ուժեղ, ստեսություն։